Բարի կեսօր մեզ նոր միացած բոլոր հեռուստադիտողներին, մեր հաջորդ քննարկվող թեման դարձյալ գիտության և գրականության ոլորտից է։ Մատենադարանում ավարտվել է Մխիթար Գոշի դատաստանագրքի գիրք դատաստանի կոթողային աշխատության հնագույն ամբողջական օրինակի ցուցադրությունը։ Սա բացառիկ իրադարձություն է, որի մասին այժմ տաղավարում կզրուցենք Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանի և Զմառի պատրիարքական կղերի միաբանության Մայրավանքի փոխմեծավոր Մատենադարանի և թանգարանի տնօրեն գերպատիվ հայր Նարեկ Վարդապետ Լուիսյանի հետ։ Բարի առավոտ, պարոն Նարեկ, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Ուրախ եմ առավել ևս, որ նման կարևոր թեմայի մասին է այսօր մեր զրույցը լինելու։ Հայր Սուրբ Մխիթար Գոշի աշխատությունը 300 տարի չէր լքել Զմառի պատրիարքական կղերի միաբանությունը, մինչև Մատենադարանի միջոցառմանն անցնելը նախ կուզեմ մի հատ այս մասին մենք խոսենք, հասկանանք ինչպիսի նշանակություն ունի դատաստանագիրքը միաբանության և առհասարակ հայ հոգևոր կյանքի ու մշակույթի համար։ Նախորին շնորհակալություն ձեր հյուրընկալության եւ Աստված բահբան լինի բոլորին։ Շնորհակալ ենք։ Մեզ համար աննախընթաց եւ պատմական իրադարձություն է Մխիթար Գոշի դատաստանագիրքի հնագույն օրինակը, որ մեր մոտ կգտնվի Լիբանանում եւ այս տարի Մադյանը գլինի 785-ամյակ, որտեւ գրվել 1240 թվականին։ Վերջին 276 տարիների ընթացքում բահվել է մեր զմարու ծերագրադան մեջ Մադյանը սեփականություններ երջանկայիշատակ Աբրահամ Պետրոս առաջին Արձիվյան Գաթոյգոս Բադիարք Դաննգիլիգիո Գաթոյգե հայոց տարերու ընթացքին աչքի լույսի պես բահած ենք, խնամած ենք եւ մեր ծերագրադան կոհարներեն մին է ուղղակի կոհարբարը գործածեն, որովհետև այնքան թանկարժեք է համայն հայության համար։ Անշուշտ միշտ նախաձեռնությունը գարնե Մեսրոպ Մաշտոցի Մատենադարանի դնորենությունը եւ համաձայնագիր կա միասին, որ մեր բոլոր ծրագիրները գործերը հարաճ դանենք իշահայ գիրքրականության ուրեմն ընտարաճեցին եւ մենք սիրով նաեւ խնդրակիր ներկայացին եւ մենք սիրով ընտարաճեցինք եւ 276 տարիների հետ թեպի լույս թեպի մայր հայրենիք Մեսրոպ Մաշտոց Մատենադարան բերեցինք, որպեսզի ժողովուրդը կան եւ տեսնեն եւ հաղորդագից դառնան Մխիթար Գոշի դատաստանագիրքի այս հազվագյուտ հնագույն Մադյանին հետ։ Շատ լավ, պարոն Թորոսյան, Մատենադարանում բազմաթիվ հազվագյուտ ձեռագրեր են պահվում, սակայն կարծում եմ դատաստանագիրքը այլ խորհուրդ ու նշանակություն ունի մեզ համար։ Ինչով է կարևոր Մխիթար Գոշի աշխատության հնագույն օրինակի ցուցադրությունը Մատենադարանում։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, այս տարի ապրիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ռեգիստրում միաձայն քվեարկությամբ ընդունվեց ընդգրկվեց Մխիթար Գոշի գիրք դատաստանի աշխատությունը եւ դա տեղի ունեցավ Մատենադարանի հայտի հիման վրա եւ այդ կարևոր իրադարձությունը պետք է նշանավորվեր տարբեր իրադարձություններով, որոնց մեջ մտնում էր նաեւ ցուցադրությունն ու գիտաժողովը եւ առիթն օգտագործելով մենք Հայաստանի Հանրապետության դատախազության հետ նախաձեռնեցինք արդի իրավունքի միջնադարյան ակունքները միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր հենց այս առիթին, այդ համաշխարհային հիշողության ռեգիստրում դատաստանագրքի ընդգրկմանը եւ քննարկումների ժամանակ նաեւ ներկայացրեցինք, որ վաղագույն օրինակը ամբողջական ուրեմն տարբերակի Զմառի պատրիարքական կղերի միաբանությունում է եւ այսպես անմիջապես որոշում ընդունվեց դիմել միաբանությանը եւ շատ ուրախ ենք, որ ստացանք դրական արձագանք, համաձայնություն եւ Մատյանը, ինչպես արդեն հայ Սուրբը նշեց, առաջին անգամ դուրս եկավ միաբանությունից եւ առաջին անգամ ներկայացվեց հայրենիքում։ Ընդհանրապես պատմական է նաեւ այն իմաստով, որ հայ հոգեվոր ձեռագրական կենտրոններից ըստ ամենայնի առաջին անգամ է, որ Մատյան է գալիս այստեղ ուրեմն Մատենադարանում ցուցադրության։ Իսկ հայտը ուղարկելիս ներկայացնելիս ինչ սպասումներ ունեիք, պատասխանը ինչ էիք մտածում, ինչ է լինելու, ես պատկերացնում եմ այդ տրոփյունը, որովհետև շատ մեծ իրադարձություն է մեզ համար իրոք սա։ Եթե հաշվի առնենք, որ այնքան էլ շատ չեն այդ մշակութային գրավոր արժեքները, որոնք ընդգրկվել են համաշխարհային ռեգիստրում հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այս իմաստով անշուշտ բացառիկ իրադարձություններ եւ
ես շատ ուրախ եմ, որ նաև նույնքան բացառիկ եղավ ցուցադրություն, այսինքն միանգամայն հարիր եւ պատշաճ այդ կարևոր ձեռքբերմանը, նաև գիտաժողովը եւ կարծես մենք այս տարին գոշին նվիրված տարին ամփոփեցինք շատ կարևոր ձեռքբերումներով։ Հրաշալի է։ Հետաքրքրական է նաև մասնակիցների արձագանքը, ինչպիսի ոգևորություն ունեին այցելուները, որովհետև իրենց տեսանկյունից էլ սա շատ մեծ հնարավորություն է հենց հայրենիքում ծանոթանալու արժեքին, որը բերվել է այստեղ։ Շատ մեծ այցելուներու թիվ ունեցավ մատենադարանը։ Այո, դուք ունեցաք այդ մեծ հոսքը։ Լահամացանցի վրա, այսինքն 170,000 հետևորդ եղած է, որովհետև շատ հանգարժեք մադիամն է, համաշխարհային արժեք ունեցող մադիամն է։ Անալ գուզեմ ասել, որ հայրենիքեն դուրս գետրոններում այդ շատ հանգարժեք մադիաններ, ցերակիրներ կան, որոնք թաքնված են։ Ես վստահ եմ, որ շնորհիվ Մեսրոպ Մաշտոցի մատենադարանին անոնք լույս պիտի ընծայեն մոտ աբակային, ինչպես մեր բարակային Մխիթար Քոշի դատաստանագիրքը, որ դեղի ունեցավ ցուցադրությունը։ Շատ լավ, միջոցառման շրջանակում գիտեմ նաև, որ տեղի է ունեցել վերահրատարակվել է Գիրք դատաստանի աշխատության անգլերեն թարգմանությունը, ինչ կարևորություն ունի միջնադարյան սկզբնաղբյուրների թարգմանությունը մեզ համար եւ ինչպես կարող են հետաքրքրվողները ձեռք բերել սա։ Մատենադարանի գիտական գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը ոչ միայն բնագրերի ուսումնասիրումն ու հրատարակումն է, որը նախ եւ առաջ պիտի տեղի ունենա բնագրի լեզվով, այսինքն հայերեն, այլև դրանց հանրահռչակումը, որն այլ կերպ քան օտար լեզուներով թարգմանությամբ եւ ներկայացմամբ հնարավոր չէ պատկերացնել եւ այս կարևոր նախաձեռնությունը վերահրատարակելու հենց այդ ռազմավարությունից է բխում եւ մենք ուրախ ենք, որ աշխարհահռչակ Բրիլ հրատարակությունը, որը առաջին անգամ հրատարակել էր գիրքը հայագետ պրոֆեսոր Ռոբերտ Թոմսոնի թարգմանությամբ, տվեց մեզ իրավունք գիրքը վերահրատարակելու եւ հասանելի դարձնելու հայագիտական եւ ոչ միայն հայագիտական շրջանակներին եւ այս իմաստով այս իրադարձությունների շղթայում եւս մեկ կարևոր ձեռքբերում ունեցանք, որպեսզի գրքի վերահրատարակությունն, ինչը մենք իրականացրեցինք Կայից բարեգործական հիմնադրամի աջակցությամբ եւ թե գիտաժողովի մասնակիցները, թե գիտական հանրությունը այսօր հնարավորություն ունի այն ունենալու, լայնորեն պետք է տարածենք թարգմանությունը, ճիշտ է հրատարակված էր, բայց այս ճանապարհով հայաստանյան գիտական շրջանակներին եւ նաեւ արտերկրի մեր գործընկերներին առավել հասանելի պիտի դառնա Գոշի դատաստանագրքի անգլերեն տարբերակը։ Իսկ ինչպես կարող են ձեռք բերել հետաքրքրվողներն արդեն։ Դա վաճառքի չէ, այսինքն իրավունք վաճառելու տրված չէ, այլ մենք մասնագիտական շրջանակներին, գրադարաններին մենք տրամադրում ենք, այո, եւ այդպես նպաստելով նաեւ ուրեմն գրքի տարածմանը եւ կարծում եմ, որ այս գիտաժողովը, ինչպես արդեն նախանշել են եւ գլխավոր դատախազը եւ մատենադարանի տնօրենը, պետք է շարունակություն ունենա, արտահայտվի ուրեմն դասախոսությունների, նոր աշխատաժողովների եւ գիտաժողովների ուրեմն ձևաչափով եւ այս կարևոր փորձառությունը, այո, կարևոր փորձառությունը, որ մենք ունեցանք ուրեմն միաբանության հետ, թույլ կտա նաեւ հետագայում ձեռագրական այլ միավորներ, ինչու՞ չէ նաեւ հենց Գոշի դատաստանագիրքը եւս մեկ անգամ ներկայացնելու, որովհետեւ կհամաձայնեք ինձ հետ երևի, որ կարճ է ժամանակահատվածը ընդամենը 5 օր եւ եթե թույլ տաք ասեմ, որ մենք այսօր որոշել ենք մի փոքր ավելի շուտ դուրս բերել թանգարանից, բայց գրանցումներն այնքան շատ են եւ ցանկացողները, որ մինչև օրվա աշխատանքային օրվա ավարտ ծրագիրը կմնա մատենադարանում։ Ինչը բավական ուրախալի է տեսնել, թե ինչպես են արձագանքում այցելուները, մարդիկ ցանկացողները, իրոք որ մեծ ուրախություն է բոլորիս համար։ Մարզերից նույնիսկ դպրոցականներ դասարանով գալիս են Մատյանը տեսնելու։ Այս պարագային շատ կարևոր է, թե ինչպես է ներկայացվում, որովհետև իրապես կարևոր պատմական իրադարձություն է եւ նաեւ գիտաժողովի խորագիրն էլ ենթադրում էր նաեւ ակտիվություն այն իմաստով, որ չէին քննարկվում միայն միջնադարյան իրավունքի հարցերը, այլ արդի իրավունքի միջնադարյան ակունքները, այսինքն կան կանոնական նորմեր, որոնք ստեղծվելով միջնադարում մինչև այսօր էլ կենսունակ են եւ որոշակի փոփոխությամբ շարունակում են գործել նաեւ այսօր։ Հեր Սուրբ։ Սա շատ մեծ կարևոր իրադարձություն է, Մխիթար Քոշի դատաստանագիրքի անգլերեն թարգմանությունը,
որտեղ մենք այնպեսի դիդաններ ունենք, ինչպես մենք օրինակ հայկաթույգի եկեղեցականները բարձրակույն ուսումները գարենք Հռոմի մեջ եւ գծանոթանանք ուսումնասիրենք եվրոպական մեծ գիտնականներու աշխատասիրությունները, այս ծևով մենք արիթը գնձայենք եկող ասկերուն դարբեր լեզուներով եթե թարգմանություն ունենանք իրենք ալ գիմանան որ որքան թանկարժեք մենք մատյաններ ունենք եւ գիտնականներ ունենք նման մխիթար քոշի Այդ մասով ես ուզում եի հարցը ուղղել, այլ լեզուների մասով մտածել եք թարգմանության մասին, հնարավորությունը մենք ունենք դրա կամ կարիքը։ Գիտեք, Մխիթար Գոշի գիրք դատաստանին իր մեծ կարևորությամբ միջնադարում արդեն արժանացել է մեծ ուշադրությամբ, թարգմանել է մի քանի լեզուներով, այդ թվում լատիներեն, վրացերեն, ռուսերեն, ղփչաղերեն, կիրառվել նաև այդ երկրներում գտնվող հայկական համայնքներում, որպես նրանց հասարակական հարաբերությունների կարգավորման նորմերի ժողովածու։ Այսօր անգլերեն անշուշտ գիտական, միջազգային գիտական հանրության կարևոր եւ առաջին տեղում դերևս գտնվող լեզուն է եւ անգլերենի թարգմանությամբ լայն տարածում կգտնի, բայց բացառված չէ, որ հետագայում մտածենք այլ լեզուներով թարգմանության իրականացվի նաեւ աշխարհաբար փոխադրություն, ինչը շատ կարևոր է, որովհետեւ ընթերցող լայն հանրությանը գրաբարը հասու չէ եւ գրաբարով տեքստերը միայն մասնագետներն են օգտագործում, իսկ արդեն աշխարհաբար փոխադրության պարագային դրանք առավել հասու պետք է դառնան եւ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնեն հանրության շրջանում։ Շատ լավ, պարոն Թորոսյան, դուք ձեր խոսքում արդեն նշեցիք գլխավոր դատախազության հետ ունեցած գործակցության մասին, գիտաժողովի մասին է խոսքը, երկօրյա գիտաժողով էր, հետաքրքիր է ինչ թեմաներ են քննարկվել եւ ինչ շրջանակ է ընդգրկել գիտաժողովը։ Հաշվի առնելով գիտաժողովի միջազգային բնույթը ընտրվել էին թեմատիկ մի քանի ուղղություններ, դա ուրեմն իրավունքի փոխակերպումներ միջնադարից մինչև մեր օրեր, այսինքն իրավական միջնադարյան իրավունքը ժամանակի ընթացքին ինչ փոփոխություններ է կրել, անշուշտ դա շատ լայն թեմա է, բայց բանախոսները ինչպես հայ միջնադարյան իրավունքի, այնպես էլ միջազգային իրավունքի տեսանկյունից իրենց ուսումնասիրությունները ներկայացրեցին։ Շատ կարևոր նշանակություն ուներ Մալթայի գլխավոր դատախազի մասնակցությունը, մենք մեկ անգամ արդեն առիթ ունեցանք այդ մասին խոսելու, ուրեմն մինչ գիտաժողովը մենք նրան տրամադրել էինք թվային տարբերակը աշխատության եւ շատ ուրախալի էր, որ նա իր ուրեմն զեկույցում ներառել էր նաեւ Մխիթար Գոշի դատաստանագրքից նորմեր, որոնք որոշակի ընդհանրություն ունեին իրենց միջնադարյան, գուցե նաև հենց արդի իրավունքի հետ։ Խոսք եղավ նաև իրավունքի ազգային եւ միջազգային շերտերի մասին։ Մենք գիտենք, որ ինչքան էլ ազգային ուրեմն ցակում ունենան օրենքները, կանոնները, դրանց մի մասը թարգմանություն է, փոխազդեցության արդյունք եւ մեր մասնագետները նաեւ ներկայացրեցին միջնադարի կարևոր այդ իրավական կոթողային աշխատության ու նաեւ մյուս ոչ պակաս կարևոր եւ թերևս առավել մեծ նշանակություն ունեցող հայոց կանոնագրքի ուրեմն կանոնախմբերը տեղական ժողովներին տունած արտաքին կանոններ, այսինքն ներկայացվեց միջնադարյան իրավունքի ազգային եւ միջազգային շերտերը եւ ներկայացվեց նաեւ Մխիթար Գոշի ուրեմն մատենագրական ամբողջ ժառանգությունը, որը մատենադարանի նախաձեռնությամբ մատենագիր հայոց կոթողային ուրեմն մատենաշարով մենք արդեն հրատարակել ենք, այսինքն Մխիթար Գոշի մատենագրական ամբողջ ժառանգությունը արդեն իսկ հրատարակված է, հասանելի է եւ փաստորեն գիտաժողովը ամփոփեց հայ միջնադարյան, ընդհանրապես միջնադարյան իրավունքի փոխակերպումները, դրանց ազգային եւ միջազգային շերտերն ու ներկայացրեց Գոշի եւ կենսագրությունը եւ մեկ բառով ասած կենսամատենագիր ամբողջությամբ ընդգրկելով ամեն փուլը կյանքի եւ գործունեության իսկ տվյալ գիտաժողովի արդեն շարունակություն պատկերացրել եք, քննարկել եք, կրկնվելու հնարավորություն կա հաջորդող տարիներին արդեն Ինչպես արդեն նշեցի, կա ուրեմն համաձայնություն շարունակելու դասախոսությունների, ինչու՞ չէ նաև գիտաժողովների եւ աշխատաժողովների ուրեմն ձևաչափով եւ եթե այս ուրեմն նախաձեռնությունը լայն թափ ստանա եւ առավել լայն շրջանակներ ընդգրկի,
մենք նորից կդիմենք միաբանությանը, ինչպես արդեն նշեցինք, եւս մեկ անգամ Մատյան այստեղ ցուցադրելու, որովհետեւ օրերը կարճ էին եւ վստահաբար նաեւ մեծ կարեւորություն են ուսանողների մասնակցությունն ու ներկայությունը եւ գիտաժողովին եւ ցուցադրության այս կարճ օրերի ընթացքում դա լիարժեքորեն փաստորեն հնարավոր չեղավ իրականացնել եւ որպեսզի նաեւ հնարավորություն տանք ապագա իրավաբաններին, նաեւ ներկայում գործող իրավաբաններին ուրեմն տեսնել ձեռագիրը եւ մասնակցել այդ միջոցառումին, կարծում եմ, որ դրանք արդեն կլինեն հաջորդիվ իրականացվող նախագծեր։ Սպասենք ուրեմն, Հայր Սուրբ, ձեզ համար որքանով է կարևոր նմանօրինակ գիտաժողովների անցկացումը։ Շատ կարևոր է, անշուշտ դժբախտաբար դարիներու ընթացքին Լիբանան հատկապես մեր բարակայինի պատերազմի երկիր եղած է եւ այդ պատերազմը արգելք եղած է, որ շատ անգամ շատ մծերակիրներ իրագործենք եւ հաջողցնենք, հիմա որ բավական ասենք խաղաղ է կմնա անշուշտ մատենատարանը մեզի համար մշտահոս գիտության աղբյուր այնքան կարևոր է մեզի ցերակիր մատյանները որ տարերու ընթացքին մեր հայրապետներ իրենց աչքի լույսի պես բահել խնամել որտեղ հայ ժողովուրդը եւ հայ եկեղեցու ամբողջ քրագանություն եւ մշակույթը մեր ցերակիր մատյաններու մեջ կգտնվի հատկապես հուզիչ է մեծ եղերնեն յետք երբ մեր միապան հայրերը թաքնված շորերով կացած են այն շրջանները որ ցեղասպանությունը դեղի ունեցած է եւ մատյանները հատկապես քուրդեր են գրգին մեծ գումարներով կնել են եւ վերադարձուցել են մայրավանք որպեսզի բահենք մեր քրագանություն մշակույթը երևակայեցեք եւ եթե գարկ մատյաններ արհավետ գործվեին եւ մեր ցերկը չլար ինչպես օրինակամար երևակայեցեք եթե հնակույն օրինակը չլար շատ մեծ գորուստ պիտի լիներ որպես ասենք թե հայ մշակույթի արժեք անշուշտ մատենատարանը մեզ համար միշտ մայր է մենք իր որդիներն ենք եւ միշտ բարիացական են մատենատարանի դնորենությունը աս արտիվ միջոցով իսկապես մեծավոր հոր անունով իմ անունով խորին շնորհակալություն կհայտնեմ այն բացարիք գազագերբության հյուրընկալության իրենց սիրուին, որ ուրախ եմ աս երկրորդ անգամ լինելով մայր հայրենիք կուկամ շնորհի մատենատարանի եւ լեցված ավելի զարգացած ավելի հոգեվոր սնունդ արած կվերադառնանք մեր մայրավանքը հույս տալով, այսինքն խոստում տալով, որ մեր բոլոր գործընթացը պիտի շարունակվի համագործակցությամբ մատենատարանի հետ։ Առաջիկայում ինչ նմանատիպ միջոցառումներ են սպասվում Մատենադարանում, կա նման հազվագյուտ աշխատանքների ցուցադրություն, գուցե որոնք կներկայացվեն այցելուներին, էլի հատուկ ցուցադրություններ կլինեն, նույն աշխուժությունը, ակտիվությունը կլինի Մատենադարանում, ինչ նախորդող 5 օրերին է եղել։ Աշխուժության հետ կապված Ես գիտեմ, որ դա ստաբիլ է, ես գիտեմ, որ Մատենադարանը բուրն է այցելուներով, բայց մասնավորապես այս 5 օրերին։ Հատկապես ցուցադրությունների եւ գրավոր ժառանգության պահպանության ու վերականգնման հետ կապված Մատենադարանը ունի հանձնառություն ոչ միայն իր հավաքածուների վերաբերյալ նկատմամբ, այլև աշխարհասփյուր հայերեն գրավոր ժառանգության եւ դա արձանագրված է եւ Մատենադարանի զարգացման ռազմավարության մեջ եւ այն համատեղ հայտարարության, որ ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչները Մատենադարանում 2024 թվականի հուլիսի 18-ին ներկայացրեցին Հայ գիտական միջազգային կոնգրեսի շրջանակում, որն այս տարի եւս եղավ եւ կոնգրեսի ուրեմն կարևոր մաս են կազմում հենց ուրեմն զեկույցները, որ ներկայացվում են ուրեմն ձեռագրական հոգևոր ձեռագրական կենտրոններից եւ մենք ամեն տարի հավաքվում քննարկում ենք արկավիճակը, առաջնահերթությունները եւ նախընթաց 2 տարիներին կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել այդ ուղղությամբ, ինչպես ձեռագրերի թվայնացման, խոսքը վերաբերում է Հայաստանից դուրս գտնվող հավաքածուների վերականգնման եւ հանրահռչակման ու ուսումնասիրման ուղղություններով եւ Գոշի դատաստանագրքի ցուցադրությունը հենց այդ ուրեմն շղթայի մի մաս է, մենք 2024-ի ապրիլին այցելեցինք միաբանություն եւ հուշագիր ստորագրվեց Մատենադարանի եւ միաբանության միջեւ, ինչը եւս կարեւոր պատմական իրադարձություն է եւ Մատենադարանը նաեւ
վերականգնման ուղղությամբ է ուրեմն քայլեր ձեռնարկում։ Մենք ամենամյա գիտագործնական սեմինար ունենք Մատենադարանում, հիշողության կերպարանքները եւ ձեռագրական կենտրոններում գործող վերականգնողները հրավիրվում են եւ ոչ միայն մասնակցում են ուրեմն գիտաժողովին, սեմինարին, այլև նրանց համար լրացուցիչ օրեր են հատկացվում գործնական ուրեմն աշխատանքների համար։ Շատ կարևոր է տեղում ուրեմն ձեռագրերի վերականգնումը, ճիշտ է, ցավոք մեր ձեռագրական կենտրոնները տեխնիկական եւ մասնագիտական այդ հագեցվածությունը չունեն, բայց Մատենադարանը պետական աջակցությամբ եւ նաեւ պետական ու մասնավոր աջակցությամբ փորձում է անել հնարավորը հենց տեղում ուրեմն խնդիրը լուծելու, իսկ առավել այսպես վերականգնման կարիք ունեցող ձեռագրերը մենք հնարավորություն ենք բերել Մատենադարան, այստեղ վերականգնել եւ լավագույն օրինակներից մեկն է նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ձեռագրից մեկը, որը գիտական կոնգրեսի ընթացքում բերվեց Մատենադարան, հիմա վերականգնման փուլում է ու նաեւ պատասխանելով նաեւ ձեր հարցին, վերականգնումից հետո վստահ եմ, որ կցուցադրվի Մատենադարանում, այո, եւ հազվագյուտ այդպիսի մատյանների ցուցադրության շուրջ մենք գրեթե ամեն օր ուրեմն բանակցությունների եւ ուրեմն այսպես կլոր սեղանների շուրջ եք, այո, եւ ձեռագրական կենտրոններում բացառիկ նմուշներ կան, ինչպես Հայրսուրբը նշեց, եւ Զմարում, եւ Երուսաղեմում, եւ Վենետիկում, Վիեննայում, մյուս ուրեմն Պոլսում եւ Անտիլիասում, եւ շատ ուրախ եմ, որ այս բոլոր կենտրոնների հետ այսօր կա սերտ համագործակցություն եւ Մատենադարանը նաեւ պետական աջակցությամբ հանձնառու է այդ ժառանգությունը վերականգնելու, նպաստելու դրա պահպանությանը եւ կարևոր մաս է կազմում նաեւ ուսումնասիրությունը։ Ձեռագրացուցակները, գիտեք, հավաքածուները ժամանակի ընթացքում համալրվել են եւ կան նոր ցուցակներ կազմելու, նորովի դրանք նկարագրելու, մեկնաբանելու եւ Մատենադարանը նաեւ իր գիտական ներուժով այսօր պետք է նպաստի այդ հավաքածուների հանրահարչակմանը։ Ինչպես որ մենք անում ենք Մատենադարանի հետ միասնաբար։ Զմարի միաբանությունը ունի չնկարագրված հարյուրավոր ձեռագրեր, որոնց նկարագրությունը այսօր Մատենադարանի գիտաշխատողներն իրականացնում են եւ ես կարծում եմ եկել են Զմար, Լիբանան եւ գեցությունը վանքի մեջ օրերով, ամիսներով աշխատում են այդ ուղղությամբ։ Անշուշտ սա շատ մեծ ցերկբերում է, որ Մատենադարանը չլար, աս գործը հարաճեր երթար։ Եվ աշխատակիցների Մատենադարանը իսկապես ես կանվանեմ որպես մայր, մենք զավակներն ենք, հայրենիքեն դուրս, ինչպես ասաց բարոն Վահեն, 4-5 կարևոր կենտրոններ կան։ Լիբանան 2 հատ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարան, Զմար, Վիեննա, Վենետիկ, Երուսաղեմ, Բոլիս, ասում կարևոր հայ քիր քրագանության մշակույթի կենտրոններ են, այո, արտերկրում։ Եվ միշտ կդաբնտեն, մեզ կկաչալերեն, կխուրախուսեն, որպեսզի միշտ բահենք, բահբանենք հայ ժողովուրդի եւ հայ եկեղեցու կոհար հարստությունները, մադյանները, ցերակիրները։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, ուրախ եմ, որ այս թեմայով հենց հանդիպեցինք եւ զրուցեցինք, կսպասենք Մատենադարանի այլ բացառիկ ցուցադրություններին եւ թող այցելուները միշտ շատ լինեն, ինչպես որ արդեն իսկ է, իսկ ձեր գործունեությանը արդեն թե թարգմանական մասով կլինի ինչ որ աշխատությունների թե պահպանման, թող անխափան անցնեն, եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Մենք ձեզանից շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Անահիտ Ղազարյանը իր պատմական դադարով։